Ողջույն մեր բոլոր կյանքլոներին։ Սա Triangle Frequency-ն է, դուք գտնվում եք մեր YouTube-յան channel-ում, ձեզ հետ են ինչպես միշտ Գևորգը եւ Լեոն։ Նախ քանի որ հանդիպել ենք նոր տարուց հետո, ուզում ենք բոլորիդ շնորհավորենք, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Շնորհավոր բոլորին։ Ցանկանում ենք ձեզ ուրախ, գեղեցիկ պահերով, լավ իվենթներով, հաջողակ ձեր գործերին թող լիքը հաջողություններ լինի, որ մեր իվենտների տոմսերը առնեք, գաք մեր իվենտներին մասնակցեք։ Ոնց ես, Գևորգ, լավ անցկացրեցիր։ Սաղ ենք, Լեով ջան, սաղ ենք, ասում եմ, մեր այսօրվա պոստերներն է հուշում, որ սաղ ենք, նոր տարվա այդ տոներից, այդ թողուբողներից, ամեն ինչից հետո սաղ ենք մնացել, այդ արդեն լավ է։ Ժողովրդին ինչ ա եղել ախպեր, մենք ենք դիջեներս, որ ամեն օր նվագել ենք, տանջվել ենք, հələ մի հատ է սաղ ենք մնացել քանից հետո։ Դե չէ, ապեր, տանջվում ենք, մենք էլ պարելով տանջվում ենք։ Հա, ժողովուրդը կերը խմե քեֆ արե, հիմա էլ հուսամ էներգիայով լի վերադարձել եք ձեր աշխատանքին եւ դիտում եք մեր ոդկասթը, ասում եմ, դա արդեն լավ է։ Պատրաստ եք գնալ առաջ եւ նայում եք արդեն մեր մենք ինչպես որ խոստացել էինք, կանգ չենք առնում, շարունակում ենք մեր ոդկասթների շարքը, այսօր արդեն թվով երրորդ մեր ոդկասթն է, ինչի համար շնորհավորում ենք ինքներս մեզ, ասում եմ, մենք չենք հանձնվելու եւ նկարելու ենք միջև վերջ, միջև որ չգիտեմ, քանի հազար պատվիշիկ ա մեզ պետք։ Вообще YouTube-ում նկատի ունենք։ Շատ, 1 միլիոն։ Մի 10,000 գոնե պետք է, էլի, գոնե Instagram-ի չափով մարդ որը լինի, էլի կոհենք։ Հա, էդի սկզբի համար, էդի մոտակա պլաններն է, էդի, հա, դե բայց դե ընդհանուր հետո միլիոնների մասին է խոսք, էլի, ժողովուրդ ջան։ Հայավարի չլինի, էլի, էդ բայց մի րոպե, ինձ հետաքրքիր է դրանով։ Ինձ հետաքրքիր է Հայաստանում ինչքան մարդ կլինի, որ էլեկտրոնային մյուզիկի երկրպագու է ու կնայի ոդկասթը։ Իրականում շատ ավելի շատ է, քան թե մեր պատվիշիկները հիմիկվա YouTube-ի, դրա համար մի ալարեք։ Կարևորը նայող կա, բայց դե բաժանորդագրվեք, այո, որ նայում եք, շատանան։ Նայելուց բացի այդ կնոպոչկաները ցեղում եք բաժանորդագրության, որպեսզի բաց չթողեք մեր եթերները, բայց իրականում էլեկտրոնային երաժշտություն լսող Հայաստանում ու մասնակիցները կարող է քիչ են, բայց լսողները հաստատ շատ են, էլի, հուսամ 100,000-ը կանցնի, էլի, գոնե։ Գիտեք, առաջ երբ որ մարդիկ մասնակցում էին նմանատիպ միջոցառումներին, երևի գրեթե մի 10%-ն էր հասկանում ինչ առհասարակ կատարվում, այսինքն մարդիկ սովորաբար գալիս էին, որովհետև ընկերներին ասել էին գնանք, ուղղակի որպես իրադարձություն, որպես ինչ որ event մասնակցել են, party։ Հա, party, գնանք party։ Բայց հիմա արդեն ողջունելի է, որ մարդիկ հետաքրքրվում են, ով է նվագում, ով կա line-up-ում, ինչի մասին է այս ամեն ինչը։ Ով ումից հետո է նվագելու, նույնիսկ հետաքրքրվում։ Հա, ես հաստատ կարամ ասեմ, որ ես այդ մարդկանցից մեկն եմ եղել։ Հա, որը որ այսինքն եկել է հասել է այն կետին, որ հայտևում է այդ ամեն ինչին։ Ես հիմա ավելին ասեմ, դաժե ժանրերն եմ սկսել տարբերել։ Շատ ողջունելի է, Mr. Բեքջան, շատ ողջունելի է։ Դե, ասում եմ, նախաբանը շատ լավն էր, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, մեր թարմ նորությունները ամբողջ աշխարհից, այս անգամ Հայաստանից քիչ նորություններ ունենք, որովհետև ինչպես գիտենք, դե հունվար ամիսը Հայաստանում մի քիչ վատ ամիս է այդ ամեն ինչի համար, իվենթների եւ այլն, այսինքն դե ստանդարտ ակումբները, բարերը, ովքեր որ միշտ աշխատում են, իրանք աշխատում են, կարող եք այցելել, բայց դե ինչ որ տենց գլոբալ իվենթներ տեղի չի ունենում այս ցուրտ ամիսներին։ Բայց մի հատ հարց ունեմ ես, չգիտեմ ծրագիրը այսօր ձեր մոտ ոնց է, խոսալու եք ձեր վերջի իվենթի հունվարի 3-ի մասին։ Խոսանք, ինչու ոչ։ Հեսա կակրած մեր երկրորդ նորության ժամանակ խոսանք։ Կանդրադառնանք։ Հա։ Ինձ թվում է թեմաները նենց են, որ մենք կարող ենք ընթերցել գլոբալ ինչա կատարվում, բայց ամեն ինչը տանել մեր դաշտ, նաև որ 25 թվականի փակող ամենամեծ իվենթից խոսալուց երևի մեր իվենթից էլ կխոսանք, որը որ շատ կայֆներ, շատ հաջող էր։ Դե գնացինք։ Մեր առաջին թեման շուտով հնարավոր է որ Նյու Յորքի գիշերային ակումբներին պարտադրելու են մարդկանց անվճար ջուր տրամադրել։
այդ իրականում շատ էլի ցավոտ թեմաներից մեկն է ամբողջ աշխարհում, բավականին մանավանդ ամառային ֆեստիվալների ժամանակ շատ մեծ քանակությամբ մարդիկ այդ dehydrate լինելու պատճառով, այսինքն ջրի պակասի պատճառով, որովհետև ջրազրկման գործում, դրա պատճառով, չգիտեմ, արևահարվում են, ուշագնացություններ են լինում, եթե ինչ-որ մարդը ինչ-որ կողքից ուրիշ ինչ-որ բաներ ունի, դա էլ նպաստում է, այսինքն այդ իր, չգիտեմ, եթե ինչ-որ խնդիրներ ունի, այդ ջրի պակասը, այդ խնդիրների ավելի ծավալման զարգացմանն է նպաստում։ Դրա համար Նյու Յորքում շտապ օգնության աշխատակիցները, ինչպես նաև այլ կազմակերպություններ, ձեռնարկել են մի հատ տենց ծրագիր, որով որ պարտադրելու են, ցանկանում են պարտադրել, որ բոլոր ակումբներում, բարերում, որտեղ որ մարդիկ երկար պարում են, ինչ որ night life-ով են զբաղվում, ինչ կոպիտ հնչեց, բայց night life-ով են զբաղվում, այսինքն պարտադիր ջրի կետեր լինի անվճար, դա էլ է կարևոր, որովհետև շատ մարդիկ խուսափում են ջուր գնելուց, դրա պատճառով էլ այդ dehydrate են լինում միջոցառումների ժամանակ։ Կուլերներ են դնելու, հա։ Ինքը նշում է, որ ալկոհոլը եւ այլ բաները այդքան շատ պատճառ չեն հանդիսանում մարդկանց շարքից դուրս գալուց, հա, քանց թե ջրի պակասությունը։ Դե կոնկրետ ալկոհոլը նպաստում է հենց այդ dehydrate-ին, որովհետև ինչպես գիտենք, ալկոհոլը հենց ջրազրկում է օրգանիզմը, այսինքն ինչքան դու խմում ես, այդ թվում է թե ինչ որ հեղուկ ես օգտագործում, բայց դու հենց այդ պահին ջրազրկման ես ենթարկվում, այսինքն այդ մեր կոչն էլ է բոլորին, բոլոր միջոցառումների ժամանակ, կարծում եմ մեր գալիք միջոցառումների ժամանակ մենք էլ կփորձենք ինչ-որ տենց կետեր ունենալ։ Բայց ես առաջարկեմ բանը, մեր հին ավանդույթները բանանենք, այն ջրի դույլով տղան թող բանանի հայտնվի։ Մուտքի մոտ, հա։ Բաժակով բերի։ Իրականում հենց այդտենց մարդ պետքա լինի, ես կարծում եմ, որը որ պետքա մարդկանց միջև քայլի ու այդ ջրի հատուկ ինչ որ։ Ես մտածեցի դու մեջքին պուլպուլակ կասես, որ ինչ որ մեկի լինի, տենց քայլի մեջքին պուլպուլակով, տենց պապզի ջուր խմեն։ Կարելի է դաժե կարաբալային էլ վերակենդանացնել։ Ծաղիկներն են լավ բան։ Ջրի մարդի։ Չէ, դե պատկերացեք մեծ ֆեստիվալների ժամանակ, օրինակ Tomorrowland-ի նման ֆեստիվալի ժամանակ, երբ որ դու ասենք main stage-ում ես ու կողքերդ մի 10,000 հոգի մարդ կա, ու դու բառը Աստված գիտի աշխարհի ծերն է, ոնց ես հասնելու, ասենք, այնտեղ չես ուզում այդ բային շտապ։ Հերթ։ Դե այդ պահն էլ կա, բացի դրանից այդ փողի խնայելու պահն էլ կա, էլի։ Իհարկե նույնիսկ այդպես շատ իվենտների ժամանակ ջրի գները դենց է լինում, որ մարդիկ նախընտրում են դրա փոխարեն մի հատ ջին տոնիկ խմեն։ Այդ էլ է պատճառներից մեկը, բայց իհարկե այդ dehydrate-ի թեման շատ լուրջ է ու դրան պետքա ուշադիր լինել, բոլորիդ էլ կոչ ենք անում, որպեսզի ուշադիր լինեք, ջուր շատ օգտագործեք, ոչ միայն պարտների ժամանակ, այլ առհասարակ։ Ու գները իհարկե ահավոր են Եվրոպայի կլաբերում ջրի հետ կապ։ Ես հիշում եմ առաջ անգամ որ Իբիցայում է 2015 թվին բանը հայ Իբիցան էր առաջվա Space-ը, ես մոտեցա բարից ջուր ուզեցի, մեկը ասում է 25 euro, ասում եմ sorry what, որ չէի հավատում, որ իրոք այդքան կարա լինի ջուրը, էլի։ Դե հա, մի 5 անգամ ջուր խմելու փոխարեն սիրտդ կարաս օպերացիա անես։ 15 թվին, ասենք։ Հա, այդ մասով մի քիչ too much է ու այս ասում այս նորությունը ջրով կտրենք։ Ու ինքը կստացի տրենդի ինչ որ բան էլա, որովհետև քանի որ հիմա ավելի ինչպես խոսել ենք նախորդ մեր հաղորդումների ժամանակ, որ ալկոհոլը հիմա ծուր դուրս է գալիս քիչ-քիչ, նաև ինքը տրենդի բան է, որ ավելի շատ ջուր խմեք, էլի քեֆ արեք, ուրախացեք, բայց հա, էլի ալկոհոլը խմեք, ինչքան որ պետք է, բայց վրայից ջուր էլ օգտագործեք։ Լավ, անցնենք հաջորդ թեմային։ Այս 25 թվականի փակվող հաջորդ թեման, ուրեմն Բրազիլիայում նոր տարվա լողափնյա խնջույքին մասնակցել է 2.5 միլիոն մարդ, որտեղ է եղել, դա եղել է Կոպակաբանա լողափում, շատ հայտնի ամբողջ աշխարհում ու
այդ խնջույքը, այսպես ասած, Գինեսի ռեկորդում է գրանցվել։ Այսինքն ոնց որ ամբողջ Հայաստանը գնա party, հա։ Հա, դե ինչքան 2.8 է Հայաստանի capacity-ն։ Էդի տենց նորացին երեխեքն էլ հետ է երևի։ Հա, դա ցույց է տալիս, թե իրանց այդ party մշակույթը, հա, լատինամերիկյան ինչքան զարգացած է ու իրանք բոլորը միասին ոնց որ մի բանի տակ, այսինքն չի եղել ոչ VIP սեղաններ, VIP ինչ որ վիճակներ, մարդիկ 2.5 միլիոն, թե շատ հարուստ, թե աղքատ մարդիկ հավասար քեֆ են արել, ուրախացել են նոր տարու գիշերը։ Գնացել են, լավ ժամանակին անցկացրել։ Չեն նվագել ինչ որ աշխարհում հայտնի ինչ որ top DJ-ներ չեն նվագել, իրանց լոկալ լավ արտիստներն են նվագել, բայց ամեն դեպս ցույց է տալիս, թե ինչքան զարգացած այդ ամենը։ Ընթացքում երևի այդ դրիլերը տեսած կլինեք, էլի, այդ դրոն շոու բան եւ ընթացքում են Հիսուսի արձանի դրոն շոու, մանետ հաստատ այս օրերին ձեզ էլ բերած կլինի, հենց այդ party-ից ա եղել, հենց այդ Կոպակաբանայի հայտնի ռեկորդակիր, այս առաջի ռեկորդը չի էլի, այդտեղ արդեն ինչ համերգներ, ինչ միլիոնավոր մարդիկ այդ պլաժում ամեն անգամ ինչ որ նոր ռեկորդներ, ոնց որ Lady Gaga-ն էր այնտեղ, Madonna-ն էր ռեկորդ խփել։ Այսինքն տենց ինքը տարիներով այդ պլաժը տենց շատ հայտնի տեղ է, իմ կարծիքով պետքա գնալ։ Ինձ թվում է, այդտեղ տենց մեծ խնջույք, մեծ թվով կարելի է ռեկորդի գնալ, եթե նորից ոսկե աշունը կազմակերպվի։ Կա տենց իդեա։ Ինձ թվում է շատ լավ կաշխատի այդ թեման, ինչ ես կարծում, մեր հին ու լավ արտիստներով, թե հիմիկվա եւ հին արտիստները խառնվեն իրար ու նո էդի հա, նո միլիոն չեն խփի։ Ես ինչի եմ այդ առաջարկում, որովհետեւ ինչքան էլ մենք ոնց որ մեր էլեկտրոնային երաժշտությունն ենք առաջ տանում, մենք հասկանում ենք, որ մենք այն երկրում ենք ապրում, որ էլեկտրոնային երաժշտությամբ ցավոք դեռ այդ քանակի մարդկանց չենք լցնի։ Ուզում եմ, չգիտեմ, Սալամոնը գա, թե Black Coffee-ն գա, թե չգիտեմ։ Բայց չենք կարալյո, որտեվ այն եթե չեմ սխալվում, այն չայկա մեքենան սարքին չի։ Հիշում եք այդ չայկայով ու միկրոֆոնները լարերով էր, հետևից մարդ էր մանգալի։ Հրազդան ստադիոնն էլ է վատարող իրականում։ Հա, դժվար։ Հա, նոր լոկացիա որ լինի, կկազմակերպենք, ժողովուրդ ջան, խոսք ենք տալիս, ասում եմ, ոսկե աշունի իհարկե հիմնադիրները թողենք, ոսկե աշուն կազմակերպենք ձեզ համար։ Մյուս մեր նորությունը բայց ասպասի մինչև մյուս նորությունը հասնելու մի հատ ամփոփենք մեր հունվարի 3-ի իվենթը։ Իսկականից, ասում եմ, իվենթներից Կոպակաբանայից խոսեցինք, մեր իվենթից չխոսեցինք, ասում եմ, մենք էլ նու կարելի ասել մերը փակումը չէր, մերը բացումն էր։ Մերը նոր տարվա ոնց որ առաջի իվենթն էր Հայաստանում։ Ով եկել էր շատ շնորհակալություն, որպես իվենթ, հա, շատ շնորհակալ ենք, շատ կայֆ անցավ Հա, իրականում։ հա, Նոր լույսային շոուն, լույսային էֆեկտներ էինք ավելացրել, տանիքում, տարածքի տանիքում, վիզուալներով։ Հա, ու ինձ ահավոր դուր եկավ կապույտի եւ օրանժի համադրությունը, մի փոքր օրանժ բան լույսը ու կապույտը շատ շքեղ էր նայվում։ Հա, դե մենք մեզ առանց դավաճանելու վերցրել էինք մեր պրոֆ թմերը, համ լուսայինը, համ վիզուալները, դիզայններն էլ բարձրակարգ համակարգ էր տեղադրված։ Պլյուս մարդիկ, շատ լավ մարդիկ էին, լավ տենց են, որ լավ տրամադրված, լավ ապարեցին, լավ խմեցին, առանց ինչ որ միջադեպերի անցավ, ասենք ձեզ միջոցառում, քանի որ նոր տարիա կարա նմանատիպ ինչ որ բաներ լինի, մարդիկ նոր տարվուց չոյղացած ինչ որ մարդիկ կային եւ այլն։ Իդեպ եկեք արձանագրենք այդ փաստը, որտեվ դա գովելի փաստ է, որ Հայաստանում արդեն գնալով միջոցառումների ժամանակ տենց դեպքերը պակասում են։ Ու ընդհանրապես եթե վերցնենք տենց դեպքեր ընդհանրապես չպետք է լինի։ Ես ուրախ եմ էլի այդ փաստով, այդ էի ուզում ասեի։ Այո, այդ իրականում դրան էլեկտրոնային երաժշտությունն էլ է նպաստում, որովհետև իրականում ինքը նենց երաժշտություն է, որ նույնիսկ դու եթե խմացես, ինքը տենց չի փորձում ագրեսիա քո մեջ արտնացնել։ Հա, դե կան բացառություններ մարդիկ, դա դե բնականաբար ցանկացած տեղ էլ կարա լինի, բայց իրականում երաժշտությունն էլ է դրան նպաստում ու դրա համար էլ մենք այս ամեն ինչը փորձում ենք։ Հա, ես մի բան ավելացնեմ, որ իմ տեսանկյունից ինքը իմ համար մեդիտացիայի տեսակ է ու իրոք կարևորը երբ որ դու սկսում ես հասկանալ այդ երաժշտությունը,
ու հասկանալ ինչի համար ես դու սիրում ես երաժշտությունը։ Այդ ժամանակ քո մոտ արդեն վերաբերմունքն է փոխվում։ Ինձ թվում է հիմա հասարակությունը, երբ որ նման իվենտների մասնակցում է, այդ իվենտների մասնակցությունը բերում է նրան, որ իրանք ավելի ընկղվում են հենց բուն էության մեջ, այլ ոչ թե ուրիշ նպատակներով են գալիս այդ իվենտներին, ու դա գովելի է։ Իհարկե, դու մեր ասում հին ոդկասթները նայած կլինես կակրաս երևի, այնտեղ հենց ասում ենք, չէ, որ հաուս երաժշտություն է լսում, իր մոտ համ ստրեսն է իջնում, ընդհանուր համ էլ ընդհանուր գիտակցությունը բարձրանում է։ Ու ժողովուրդ, ես էս մի բան ասեմ, նենց մարդիկ կան, որոնք կարող են նայես տեսքով, ասենք ինքը մի քիչ ոնց որ համապատասխան չլինի, հա, նմանատիպ երաժշտություն, որովհետև ինչի եմ ասում տեսքով, որովհետև էլեկտրոն երաժշտություն լսող մարդիկ սիրում են տենց հատուկ ինչ որ աութֆիթերով լինել, չէ՞, ինչ որ առանձնանալ բան։ Դե հիմա ասենք մեր ավանդական հայ տղեկը, ասենք չեն սիրում տենց հագնվել, իրանք սովորական հագու կապով գալիս են ու ասենք որոշ մարդիկ կնային կմտածեն ախպեր էս երաժշտության բան չի։ Էս քարտ ու տղեկը խենստ է, հենց ասեմ, բայց դե դու արի ու մի ասա, այդ մարդիկ լավ էլ սիրում են այդ երաժշտությունը, լավ էլ սկսել են հասկանալ այդ ինչ երաժշտություն է ու շատ լավ էլ պահում են իրանց, որը շատ ողջունելի է ու ինձ թվում է գնալով տեսնում եմ ես այդ ամեն ինչի զարգացումը։ Այո, դե իհարկե տարիների ընթացքում շատ է փոխվել այդ տենդենսը։ Աղջիկներին չկպրճկվելը, այսինքն աղջիկներին հանգիստ թողնելը, այդ կա, էդի, չեմ ասում չկա, բոլոր տեղերում էլ լինում է, բայց ամենակարևորը հաճույք ստանալ երաժշտությունից։ Այո։ Իսկ այս վերջի իվենթի ժամանակ որ տրեկերը ինչ եք բանարել, որն էր ավելի տենց հիշվող պահերը։ Ոյ, դու գիտես հիշում ենք։ Ոնց դիմավորիկ, ես գիտեմ, որ ինչ-որ խնդիրներ եղավ DJ-ի գալու հետ, հա, դրսի DJ-ի։ Հա, դու այդ իհարկե սպասելի էր, այս նոր տարվա օրերին բոլոր տենց թռիչքները նենց վատ վիճակում էին, պլյուս հələ բացի դրանից էլ մեր մոտի այդ ձյունը վատ եղանակը, որ տենց այն որ եղավ, բայց փառքաստու եկավ հասավ, իհարկե 3-4 ժամ ուշացումով, բայց եկավ հասավ այրոպորտից մի անգամից եկավ իվենթի, կայֆ նվագեց, լավ իր դրական էմոցիաները փոխանցեց, մարդիկ էլ էլի տենց իրականում ագենտների մի քիչ ագենտները այդտեղ փուստ են տալիս, ինձ գիտես մեր փորձից ելնելով իրանք ուզում են իբրև թե մաքսիմալ իրանց արտիստին կոմֆորտ ինչ որ սահմանների մեջ տնեն, որ դու գալիս ես, հա, դու գալիս ես տենց մի անգամից նվագում ես, գնում ես, այսինքն ավելորդ ժամանակ չես անցկացնում, գալիս ես քո գումարը աշխատում ես, գնում ես ու շատ փորձերում դա ցույց է տալի, որ դա այդքան էլ ճիշտ բան չի, ու այդքան էլ առնում պրոմոտորների ռիսկերը, էլի, որ ասենք հիմա օրինակ 4 ժամի փոխարեն, չգիտեմ, 5 ժամ կամ 6 ժամ, ասենք այդ զադերժկան լիներ այդ ինքնաթիռի կամ ասենք, չգիտեմ, ինչ որ ուրիշ խնդիրներ լիներ դուրս գալուց այդ արտիստը, ասենք, մեր իվենթին չէր նվագելու։ Հա, մարդիկ կային, իրոք եկել էին, ասենք, չգիտեմ, Էդեին լսեն, այլ ասենք ոչ թե մեզ։ Իսկ գումարները արդեն բոլորը նախապես վճարված է ու ոչ մեկ էլ հետ չի տա, էլի, որովհետև կասի դե հիմա ռեյսը cancel ա եղել ու իրականում ստացվում է, որ ասենք այդքան քո ամիսների տանջանքը, չարչարանքը ջուրն է գնում։ Տղերք, մի հատ էլ հարց էլի, եթե շատ չեմ չարաշահում ժամանակը, ու այդ դրա պատճառով ոնց որ դուք ստիպված եք լինում ավելի երկար նվագել, չէ՞, մինչև DJ-ի, ասենք, պատգոն անել իր գալը ու ինքը երբ որ բան անի, վերցնի արդեն պուլտը իր ձեռը։ Ես եթե չեմ սխալվում, դուք նախապես եք սեթերը պատրաստում, ինչ եք նվագելու այդ օրը, իսկ ոնց եք անում, երբ որ փաստացի դուրս է գալիս, որ պետք է ավելի երկար նվագել։ Դե DJ-ի պրոֆեսիոնալիզմը հենց դրա մեջ է, որ դու ցանկացած պահին պետք է սիտուացիայից կանաս ճիշտ դուրս գաս, կողմնորոշվես, ինչ անես, ոնց անես, այսինքն հա, օքեյ, ես գիտեի, որ իմ սեթը ժամ ու կես է, ես եմ այդ օրը նվագել, ոնց որ ես պետք է նվագեի իրանից հետո տեղերով փոխվեցինք, բայց ես պատրաստել էի սեթ ժամ ու կեսի, ինքը ոնց որ ես 2 ժամ նվագեցի, բայց արագ կողմնորոշվում ես, արդեն տարիների փորձը հենց նրա մեջ է, որ նենց կանաս կառուցես, նենց փոխես սեթդ, որ հասկանալով սիտուացիան, որ ոչ մեկ անգամ չհասկանա թե ինչ որ խնդիր եղել է, թե չի։ Հա, նույնիսկ տենց շատերը երևի տեղյակ էլ չէին, ովքեր որ իհարկե մեր Instagram page-ին հետևում են, իրանք երևի իմացան, որ տեղափոխություններ ա լինում ռեյսի հետաձգման պատճառով,
բայց երևի տենց մի 50%-ից ավել է ուղղակի տենց այն որ տրվել էր երաժշտությանը տժում էր չել նկատում ժամանականից նա բողոքեխի էդեն իր վախտին չնվագեց կամ բան ինչ որ տենց անգամ նամակ չենք ստացել միջոցառումից հետո, այսինքն դրա հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։ Շատ բարի։ Ձեր թույլտվությամբ ես անցնեմ մեր հաջորդ կարևորագույն նորություններից մեկին, շատ գովելի նորություն, շատ ուրախ նորություն, որ Ֆրանսիայից է եկել։ Ֆրանսիան Էմանուել Մակրոնի գլխավորությամբ պետությունը ֆրանսիական կառավարությունը ֆրանսիական էլեկտրոնային երաժշտությունը ճանաչել է որպես նյութական ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Այսինքն հրաշալի մի նորություն էլի, հա։ Այսինքն դասել են էլեկտրոնային երաժշտությունը ֆրանսիական որպես պետական ոչ նյութական արժեքներից ցանկ, ասենք այդտեղ չգիտեմ, տարբեր ինչ որ լիքը բաներ կարա լինի, իսկ էլեկտրոնային երաժշտությունը դա իրականում շատ գովելի է, որ այդ ցանկի մեջ մտցրել են։ Առաջինը, ինչպես հիշում ենք, այդ գերմանացիներն էին, որ 2004 թվականին Բերլինյան տեխնոն ներգրավեցին այդ ոչ նյութական արժեքների մեջ ու Ֆրանսիայի նախագահը ասել է նաև, որ աշխատելու են նաև, որ հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ էլ կարողանա ներառի ֆրանսիական էլեկտրոնային երաժշտությունը, հիշենք մի քանի ֆրանսիացի արտիստների։ Պոլոյական չկանչի։ Հա, մենք ունեցել ենք հենց կարելի ասել։ Իրանց մոտ Daft Punk-ից է այդ Daft Punk-ը Justice-ը։ Daft Punk-ը երևի ամենահայտնին է Daft Punk դուոն, որը որ լեգենդար է ոչ միայն Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում։ Այո։ Ու ինչ որ տենց նորություններ կա, ոնց որ ուզում են ինչ որ վերադառնան, հա, ինչ որ տենց երբ որ իրանք բաժանվել էին, հա, իմ երևի ամենատխուր օրերից մեկն էր կյանքից, Թոմաս անցած տարի նոր տարուց առաջ party նվագեց մի հատ Fred Again-ի հետ։ Այո։ Դա իմ կարծիքով ինչ որ տենց ոնց որ Comeback-ի ինչ որ տենց նշույլներ է երևում, շատ ուրախ կլինենք իհարկե, իմ կարծիքով տենց Daft Punk-ը հիմա եթե վերակազմավորվեց, տրիանգուլը կբերի։ Հա, իդեպ տղեկ շատ եմ նկատում այտենց բաները, որ բավական երկար դադարից հետո հին մուզիկանտները հետ են գալիս իրանց հին վիճակին, հոգնում են դե Mr. Beck ջան, իրանք էլ իրանց արածից այդքան ոնց որ անում են, այդքան հաջողությունների են հասնում, պատկերացնում ես այդքան ոնց որ համ ֆինանսապես իրանք ապահովում են իրանց կյանքը, ուզում են պարզապես վայելեն կյանքը, ես ավելի երկնային եմ նայում, ես մտածում եմ երևի փողերն է վերջանում, տենց են որ հետ են գալիս, որ էլի մի քիչ փող աշխատեն, էլի հետ։ Չէ, որ բաժանվում են, դրա համար են բաժանվում, ես դա եմ ասում։ Հետո որ հետ են գալի, կարող է փողերը պրծնում է։ Բայց արտիստների լենով քեֆեր անում։ Տենց արտիստների կյանքը իրականում հա կողքից երևի հեշտ է թվում, այս եթե մեր ոդկասթներից նայել եք այդ Ավիչի մասին ֆիլմ էր դուրս եկել, ես այդ ֆիլմը նայել եմ, երրորդ սերիան իրականում արդեն երրորդն էլ է դուրս եկել, վերջի սերիան էլ է դուրս եկել, կարող եք արդեն նայել, իրականում որ նայում ես այդ top աստղերի կյանքը իրականում շատ դժվար է, ու պատկերացրու հələ եթե դա լինում է դուո, այսինքն այդ երկու հատ դժվար կյանք ու պատկերացրու տարբեր երկու բնավորությունով մարդիկ, այդ տուրերը, այդ թոուբոհը, այդ ամեն մեկը մյուսից հետո, ասենք այդ տուրերը, այդ թռնելը, թռիչքները, այսինքն շատ դժվար ինքը կյանք, հա, տենց սոցիալական ցանցերում կարող է տենց էդի թվում է իրանք տենց սաղոր ուտում, խմում են, ապարում են, տժում են, ասենք տենց ինչից են հոգնում, փողն էլ աշխատում են, բայց իրականում շատ դժվար կյանք է, հələ եթե հաշվի առնել որ դրանից դրետ ամեն ինչի հետ պետք է համատեղել ստուդիան, որովհետև պետք է նոր տրեկեր գրել եւ այլն, սամալյոտների մեջ այդքան էլ ներ չքնած լինել, այսինքն ամեն ինչ խախտվում է։ Եվ հələ տրեկեր գրել։ Դե ես սենց մի բան ասեմ, ուրեմն ձեզ ցանկանամ այս նոր տարվա տրամադրության մեջ ցանկանամ, որ դուք էլ այնքան փող աշխատեք, որ դուք էլ գնաք ձեր դաթարին։ Հա, չէ, ես հələ որ չեմ ուզում, շնորհակալություն։ Ես էլ մոտ այսինքն էլ այդքան փող չեք աշխատանավորում դաթար անեմ ճիշտն ասած, ամեն ինչ իր հունով ճիշտ ձևով գնում է։ Ինչ, անցնենք մյուս նորությանը։ Գնացինք։ Այո։ Tiestoն մեր սիրելի հին եւ ուլավ Tiestoն ավարտեց իր Club Life ռադիո հաղորդումը 18 տարի անց։
Հա, վերջին 2007 թվականին էր սկսվել 2007 թվականին, հա, ու լիքը արտիստների համար ինքը մի հարթակ էր բացահայտելու իրանց երաժշտությունը, նոր երաժշտությունը բացահայտելու համար։ Այո, շատ հայտնի ոդկաստ էր, շատ հայտնի ռադիո հաղորդում էր Տիեստոյի մասնակցությամբ։ Ինքը իհարկե ժողովուրդ ջան, Տիեստոն խոսքա տա որ շարունակելու է, ու շարունակում է ելույթ ունենալ առհասարակ մինչև օրս էլ, բայց այդ իր լեգենդար շոուին հրաժեշտ է տվել ու ինձ թվում է 18 տարի քիչ չի։ Հա, նու 25 թվականը մի քիչ տենց էլի, տենց երաժշտական ավարտներ հայտնի էլի MTV-ի փակումը կարանք տենց շեշտենք, էդի տենց իմ համար մի քիչ շոկային էր, ես չէի պատկերացնում օրինակ որ MTV-ին մի դարաշրջան պատկերացնում եք, դարաշրջան, ասենք մի ամբողջ սերունդ է երևի կրտել, այն ժամանակվա MTV հաղորդումները, ասենք տենց բան չկար էլի ամբողջ աշխարհում, ասենք ոնց կար այդ տիպի top երաժշտական channel-ը փակվեր։ Հենց միանգամից ռելիզ էր լինում ցանկացած տեղ MTV-ով միանգամից առաջինը կարող է դու MTV-ով լսեիր իրան, այսինքն տենց հարթակ էր ինքը։ ու հավար պոպուլյար ծրագրեր ունեին։ Դե հա, ծրագրերը էլ չասեմ, ասենք իրանց այդ live ժանրի այդ մի քիչ տենց են որ այդ ծրագրերը այդ ոչ մի channel-ում չկար, ու տեղից սկսած իրանցից հետո ասենք երևի տենց լիքը հերոստալիքներ բացվեցին MTV-ից ոգեշնչվելով էլի, շատ ափսոս իհարկե որ փակվեց։ Դե ժամանակները փոխվում է, ժամանակները կպատմենք, մեծանան կպատմենք։ Ժամանակները փոխվում է, մեդիան ընկալումը, կոնսյումերիզմը տանում է նրան, որ սոցիալական հարթակները արդեն հաղթում են այդ բանում։ Դե հա, ցավոք ռադիո լսողները քչացել են, կարծում եմ, ու ինքն էլ է երևի հասկանում, որ ինչքան էլ ես Տիեստոն եմ, բայց ռադիոով ասենք, շատ քիչ մարդիկ են լսում։ Դե հա, շատ ողջունելի է ռադիոն, շատ չենք ուզում, ասենք, որևէ ինչ որ բացասական բան ասենք, բնականաբար ռադիոն իր մեծ դերը ունի։ Դե հա, բայց կյանքը դառել է սելեկտիվ, այսինքն հնարավորությունները ռեալ նայենք, ասում եմ։ Այո, երաժշտական պլատֆորմները ու պլյուս հիմա էլ արդենք, չգիտեմ, ռադիոն հիմնականում որտեն են լսում, դե մեծամասամբ երևի մեքենաների մեջ։ Հիմա էլ այս նոր մեքենաներն էլ բոլորն էլ, ասենք, տենց ինչ որ տենց CarPlay-ներ բան եւ այլն ունեն, իսկ դրա համար մարդիկ հիմնական իրանց playlist-երն են ուզում միացնել, այն ժամանակ տենց հնարավորություն չի եղել։ Հիմա բոլորը ունեն, այսինքն ինչ որ տենց հարթակներ երաժշտական հեռախոսի մեջ իրանց playlist-երով, իրանց սիրած երգերով ու ցանկացած մարդ ուզում է հենց իր երաժշտությունը լսի առանց գովազդների, առանց ինչ որ ավելնորդ խոսակցությունների։ Դրա համար էլ հա մի քիչ երևի քիչ Տիեստոն ոնց որ ասում է, այս տարի լեգենդար ռադիոշոուերի ոնց որ բացումը արեց փակման, բայց երևի տենց կշարունակվի այդ նորությունները, մյուս տարի երևի ավելի շատ շոուեր կփակվի գնալով միջև բոլորը փակվեն։ Ամեն դեպս Տիեստոն են մարդն է, որ օրինակ է եղել շատ DJ-ների համար, որոնք որ հիմա հայտնի են դարձել, մեծ համբավ ունեցել ու ինչու ոչ մինչ օրս էլ ունի, ու մենք էլ մեզ էլ ինձ եւ Գևորգին բախտ է վիճակվել իրանից առաջ նվագել Հայաստանում։ Այդ խոսել էինք ոնց որ։ Հա, այդ պատմել էինք, բայց ինձ բանը կարելի է հայլ պատմել։ Հայլ պատմել, որ Տիեստոյին warm-up set ենք նվագել Տիեստոյի համար։ Իսկ հիմա մեր սիրված ռուբրիկաներից մեկն է, ռուբրիկա ոնց էր հայերեն չեմ հիշում, մի տրեկի պատմություն։ Այո, ասма այսօր սիրած Գևորգ սիրած երկարներից էլի, բայց այս անգամ տենց երկար չպատմես։ Չէ, այս անգամ տենց ընդհանուր, հա, ոնց որ մի քիչ հետևի մեջ փորձի։ Բայց իհարկե տրեկն էլ շատ տենց լեգենդար տրեք է։ Օ, այդ տրեկը շատ, երևի իմ ամենասիրած տրեկերից մեկն է։ Հա, այդ տենց են որ կարամ նույնիսկ տենց են որ երևի հուսամ դուք լսում եք այս տրեկը Armand Van Helden-ի I Want Your Soul տրեկն է, ինքը շատ մարդկանց կողմերից սիրված, շատ լսված, շատ են որ հազարավոր իվենտների ժամանակ նվագված, որովհետեւ ոնց ասենք ժողովուրդ պայթում ասենց ցանկացած վայրը, որտեղ միջև հիմա էլ թե ասենք տարի քլաբերում, թե մեծ ֆեստիվալներին ցանկացած տեղ։ Անցյալ տարի բավականին շատ տեղերում եմ տեսել այս տրեկը, որ հնչում է ու տենց են որ բոլոր տեղերում ու մարդիկ սենց մի ռիթմի, մի շնչի տակ, սենց բոլորը նույն վայբի մեջ այդ տրեկը վայելում են, այդ տենց ինքը տրեկը։
մի երկու բառով պատմեմ պատմությունը, ու պատկերացրու 2000-ականների կեսերն է, ակումբները լի են, մարդիկ ապարում են house երաժշտության տակ, բայց ինչ որ մի բան տենց քիչ-քիչ house երաժշտության մեջ արդեն սկսում էր փոխվել, house երաժշտությունը դեպի ավելի տենց մի քիչ կոմերցիայի, ավելի պոպի էր սկսում գնալ, ու հենց այդ պահին ոնց որ Armand Van Helden-ը դուրս է գալիս մի տրեկով, որը տենց կարծես ասում էր կանգ առեք, եկեք մի հատ հետ գնանք էլի տենց մեր արմատներին, house երաժշտության արմատներին, soul and funk-ից է։ Ու 2007 թվականին I Want Your Soul track-ն է թողարկում, այս track-ը ինքը տենց ինքը իրանով ոչինչ չի բացատրում, ինքը տենց մի հատ sample-ի կտոր է, որը տենց վոկալը տենց 80-ականների հայտնի track-ի վոկալից էր վերցրած։ Երաժշտական առումով ինքը շատ པարզ է, տենց շատ པարզ bass-ը մեջ է, շատ པարզ ռիթմը մեջ է, բայց սենց հենց ամենասկզբից մի անգամից բոլորին այդ track-ը վերցնում է, էլի։ Ու առաջին անգամ լսելուց ինքը կարող է տարօրինակ ձեզ թվա, բայց հենց այս dance floor-ին է հասնում, մի անգամից հասկանում ես ինչ է կատարվում, էլի այդ track-ի մեջ։ Այս track-ը չի ուզում քեզ զարմացնի, այն ուղղակի քեզ ուզում է սենց պահի ռիթմի մեջ, մի շարժման մեջ։ Մարդիկ սկսում են շարժվել նույն ձևով, նույն տեմպով, առանց մտածելու, թե երբ է այս track-ի breakdown-ը լինելու, էլի։ Այսինքն ու իդեալական ինքը track-ա 19 տարի։ Շատերը ուզում են որ չլինի այդ breakdown-ը, այնքան լավն է breakdown-ից հետո էլ drop-ն է, հա։ Հա, breakdown-ը drop-ն է, հա, այդ breakdown, այդ drop-ից հետո էլ չնայած մի հատ նենց է այդ vocal-ը էլի մտնում, այդ նույն sample-ը, սաղ track-ի ընթացքում կրկնվող այդ կարճ sample-ը, այսինքն եւս մեկ անգամ ապացուցում է, էլի, որ ասենք մի հատ ուղղակի տենց պարզությունը եւ մինիմալիզմը, միշտ պարզ track-երը ոնց կարա էլի, ասենք 19 տարի պատկերացրեք, միջև հիմա էլ ասենք այդ track-ը ոնց պետք է ոչ մի բան չի փոխվի, ասեմ ձեզ remix, ոչ մի բան օրիգինալ չի փոխվի, 29 տարի այդ ոնց է եղել է, տենց պետք է մտցնել ոչ նյութական արժեքների մեջ։ Քանի տարվա track էր 19 կներեք 19 տարվա, հա։ Դե հա, շուտով երևի կսկսեն, նու երևի տենց մի քիչ այդ sample-երի հետ կապված կարա տենց որ խնդիրներ լինի, երևի դրա համար ինչ որ տենց ոչ նյութական արժեք ինքը կարա չլինի, բայց դե իհարկե sense tenants track-ը լեգենդար է։ Գնացեք ու լսեք, հենց հիմա ով որ չի լսել։ Եթե չեք լսում, ես միացրել եմ սկզբում չեք լսում Armand Van Helden-ի I Want Your Soul։ Այս վերջերս ես էլ եմ նվագել այս track-ը, շատ լավն է։ Իսկ հիմա անցնենք Tomorrowland-ի սիրահարների համար շատ հետաքրքիր թեմայի։ Ավելի շատ ազիատ կա Tomorrowland սիրահարների։ Հա Ազիատ կա Tomorrowland-ի սիրահարներ, որոնք որ հասնում էին Բելգիա, կոնկրետ Անտվերպեն Բում գյուղը ու գնում էին Tomorrowland։ Իսկ հիմա իրանք 2026 թվին անցկացվելու է Պատայայում, Թայլանդում։ Իրանք իրանց տնից դուրս են գալու, չգիտեմ, նստեն իրանց մոպեդը 10 րոպեից 15 րոպեից հայտնվեն փառատոնի տեղը։ Շատ մեծ բում արեց այս նորությունը։ Տարվա վեր։ Սա խոսում է, որ Tomorrowland-ը արդեն բրենդ է, այսինքն, նո, բրենդ էր, բայց հիմա արդեն նենց է լենանում ու նենց է արդեն ինքը ուզում աշխարհը վերցնի, որ էլ դուսուս։ Տարբեր վերսիաներ կար իրականում Tomorrowland-ի միջև հիմա, այսինքն ինչ որ Winter Tomorrowland կար, որը չեմ հիշում որտեղ էր անցկացվում, ոնց որ ինչ որ Լատինական Ամերիկայում էլ փորձեցին մի քանի անգամ, Ամերիկայում էլ, Լատինական Ամերիկայում էլ արեցին Tomorrowland-ի վերսիաներ, բայց այս տիպի sense աժատաժ հլվոր չէր եղել, որովհետև հա մի տարի շուտ հիմա ոնց որ մյուս տարի դեկտեմբերին է լինելու, ով որ չգիտի, մյուս տարի դեկտեմբերի կեսերին է լինելու։ Դեկտեմբերի 13-14 այդ օրերին։ Ու հիմիկվանից, հեսա հունվարից, հեսա արդեն ոնց որ բացել էին նախնական ռեգիստրացիան, որ կարողանաս ռեգիստրացիա լինես տոմսերի համար, ու արդեն ոնց հասկացա, հեսա փետրվարին վաճառքն է լինելու ու ոնց հասկացա էլի
սենց մի րոպեում sold out-ա լինելու։ Միանշանակ։ Ու կարծում եմ իսկ մոտավորապես արժեքը տոմսի հայտնի է։ Իմ կարծիքով ստանդարտ արժեքներով կլինի, չեմ կարծում, որ տենց մի քիչ զեղչեր կանեն ասիացիների համար, որովհետև ինչքան էլ որ Ասիայից մարդիկ կփորձեն այդտեղ գտնվել, բայց մեկ ամբողջ աշխարհից Tomorrowland-ի սիրահարները, այդ նվիրված ֆանատները, բոլորը, այսինքն չգիտեմ, դրանք կլինեն եվրոպացիք, ամերիկացիք, դե Tomorrowland-ի ժամանակ բոլորդ երևի տեսել եք վիդեոների ժամանակ, այն որ ինչ դրոշ հայտնի ու անհայտ կա, տենց այն որ կտեսնեք Tomorrowland-ի party-ների ժամանակ, ամբողջ աշխարհից գնում են, կարծում եմ Ասիան էլ ընտիր տարբերակ է, մանավանդ ձմեռով, այդ տենդենսը այս տարի ես շատ ուժեղ նկատել եմ, ասենք այդ տաք երկրներում, դե Թուլումը բոլորս գիտեին։ Թուլումը դե տարիներ շարունակ թնդում է, ձմեռային Թայլանդներ էր թնդում, այս տարի Հնդկաստանն էր ահավոր թնդում, Հնդկաստանում ասենք ինչ նոր տարուն ինչ իվենթներ կային, ինչ հայտնի DJ-ների մասնակցությամբ ու այն որ Tomorrowland-ը առաջինը լավ դե Բալին, Փուկետը լավ կողմնորոշվեց ու որոշեց ոչ թե ասենք ինչ որ party կազմակերպի, հուսամ չէ, վստահ եմ որ շատ սիրուն location-ում է լինելու։ Գրասնում ես Փաթայայում ինչ որ Անտարի մեջ հավանաբար ծովափին, հա, ագժական։ Իսկ մի հատ հարց էլի, զուտ այդ պայմաններով է, կլիմայական պայմաններով ու location-ը որ փոխել են թե կարող է ինչ որ կապ ունենալ location-ը չեն փոխել արջան։ Ավելացել կլիմայի խնդիր կա, այսինքն Բելգիայում հուլիս ամսին երբ որ անցկացվում է, նես չի որ ցուրտ է կամ ինչ որ մաքսիմում անձրև կային էլ Եվրոպացու համար անձրևը ինչ է։ Կարևորը ցուրտ չլինի ու դատա են ավելացրել, այսինքն բորան չլինի, հա։ Այսինքն Բելգիայի Tomorrowland-ը ոչ միտեղ չի գնում, Չէ, ես հարցում եմ կոնսպիրացիա կա, ասենք այս վերջի հրդեհի հետ, որտեվ բեմը վառվել էր, չէ։ Հա։ Ու ոնց որ տեսանք մի օրվա մեջ նենց վերականգնեցին մի հատ էլի տենց թեթև բեմ սարքեցին, իհարկե դե հայտնի լեգենդար Tomorrowland-ի այդ բեմերին չէր հասնի, բայց դե ոչ մի տեսակ ինչ տիպի են իրանք աշխատում, ասենք մի օրվա ընթացքում իվենթից մի օր առաջ ոնց որ ամբողջ բեմը վառվում է, սիտուացիա է, մարդիկ է պետք է հասկանալով ոնց որ իվենթը cancel չեղավ, իվենթը արեցին ու մարդիկ էլի գնացին, տժացին, նույն ասենք չգիտեմ 0-ից հավաքեցին նոր sound system-ը, նոր չգիտեմ ինչ որ տենց LED էկրաններով մեծ բեմ հավաքեցին մի օրվա ընթացքում, այսինքն ստեղ չգիտեմ հրապարակում մենք համերգ ենք որ անում, մի շաբաթ ասենք բեմ են հավաքում, բայց այնտեղ մի օրվա ընթացքում պատկերացրեք այնտեղ չգիտեմ քանի հյուր են ունենում 200,000 հյուր են ունենում Tomorrowland-ին ասենք օրինակ մի 2 օրվա ընթացքում դա 2 weekend է կազմակերպվում, հա, ամեն weekend-ին 200-ից 400,000 հոգի մարդ է լինում, պատկերացնում եք, ու այդքան մարդը տոմս առել է, իրանց outfit-երը պատրաստել են, սիրուն եկե հասել են ու երկրից եկե հասել թռել են, վառվել է, ոչ չէին այդ գնալու, պետք է նրանք էլ մի բան անեին արեք, որ բայց ես իրականում հա, ես էլ այդ դեպքում էլ ինչ որ վատ feedback-ներ, բողոքներ, ինչ որ տենց հիմնականում լինում է, չէ, որ ասենք տենց ինչ որ մի վատ բան է լինում վատ բաները շուտ են, չէ, տարածվում, այսինքն տենց չտեսա ինչ որ տենց պոստեր, վիդեոներ մարդկանց կողմից, որ դե բավականին ֆինանսական, չէ, ես կարծում եմ ոչ թե այցելուների լավ կբողոքեին։ Ես կարծում եմ ոչ թե այցելուների կողմից, ինձ թվում է ինտուիտիվ տենց զգացողություն կա, որ ոնց որ Tomorrowland-ի կազմակերպիչները նեղացել են կավա տեղական կառավարական համակարգի ինչ որ բանը օրգանների հետ կամ եւ այլն ամեն դեպքում այտենց շատ զուգադիպեց էլի այդ հրդեհը ու իրանց այտենց քրիտիկական որոշումը որ իրանք գնում են Թայլանդ որտեվ շոտկի Tomorrowland-ը նաև կապված էր էլի Բելգիայի հետ ես իմ կարծիքով ուղղակի ուզում են երկու անգամ ավելի շատ փող աշխատեն իմ կարծիքով իրաց Բելգիան մնալու է Բելգիան մնալու է այն որ ամառը անելու են ինչի ոչ թիմը մեծացնում են թիմը կմեծացնեն հաստատ Թայլանդի վրա էդի որտեվ 5 ամսվա 6 ամսվա կազմակերպելու բան չի էլի հաստատ են որ Ավեժանով թայլանդացի աշխատողներ կճարեն լիքը գործ կլինի իրանց համար այո ամեն ինչ ավելի էժանով կազմակերպեն էկոնոմիկայի ու զարգացման ու դե հա էդի տնտեսագիտության հիմնական դե հա ես պատկերացնում ասենք հաջողված կլինի տուրիստական հոսքի խնդիր չունի մանավանդ տենց ինչ որ տոն ժամանակներին նոր տարուն եւ այլն բայց էսի իհարկե էլի իրանց համար մի հատ փորձություն է լինելու իմ կարծիքով տենց պետքա այդ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի այդ հյուրանոցային համակարգերը եւ այլն որովհետեւ ասենք
պլյուս մի 100,000 հոգի այդ ընդհանուր հոսքին, այդ տենց կատակ բան չի, էլի, մանավանդ Պատայայի համար, որ ինքը տենց իրականում նենց չի, որ տենց սուպեր մեծ հյուրանոցներ ունի եւ այլն, այսինքն չէ, դե զարգացած է, առաջի տարին մի քիչ փորձնական է լինելու տենց։ Հա, տուրիստական է, ճիշտ նշեցիր, բայց էսի տենց մեծ մասշտաբ։ Իսկ կարող է ինքը գնա ավելի շատ դեպի Կազանցիպ կամ Իբիցայի այդ ավելի շատ վրանային տենց մնալու տեղեր, Jam Fest-ը, հա, տենց բաններ։ Դե վրանային տեղեր Tomorrowland-ի ժամանակ Բելգիայում էլ է լինում, Mr. Beg ջան, այնտեղ նենցա որ տարբեր այդ ինֆորմացիան հիմա չեն կարող զուտ տրամադրել, որովհետև հələ որ մենակ կայքում նշված է տոմսերի հետ կապված մենակ ինֆորմացիաները, իսկ ոնց որ այդ հավելյալ ինֆորմացիաները օրինակ մնալու բնակվելու, որովհետև Tomorrowland-ը հենց իր կայքում էլ է, այսինքն համագործակցում է տեղական հյուրանոցների եւ այլն, այնտեղ դե հայտնի Tomorrowland-ի ինքնաթիռն էլ գիտեք, դե բնականաբար այդ Global Journey-ին բնականաբար դրա մասին ինֆորմացիան էլ այդ ամբողջը առանձին մեջ որ DJ-ը նվագում, տենց հա, այդ էլ ուրախ գնում են Tomorrowland։ Դրա մասին էլ ինֆորմացիան հետագայում կլինի, մեր ոդկասթներից հետագայում կարծում եմ դեռ կանդրադառնանք, երբ որ արդեն full ավելի ինֆորմացիա լինի, բայց այսօրվա համար այսքանը։ Շնորհակալություն հայտնենք Rock'n'Roll-ին մեզ տրամադրելու համար։ Գեղեցիկ տաղավարը տրամադրելու համար։ Շնորհակալություն ձեզ, որ դիտել եք մինչև այս րոպեն, շատ շնորհակալ ենք եւ խնդրում ենք, որպեսզի չմոռանաք բաժանորդագրվել, առանց բաժանորդագրվելու մի նայեք, լայքեք մեզ, կոմենտներ գրեք, եղեք ակտիվ, տարածեք, մենք շատ ենք ուրախանում, որ տեսնում ենք, կիսվում են մեր ոդկասթով, բավականին մեծ թիմ է աշխատում այս ոդկասթի վրա, բացի մեզնից, դրա համար ձեր support-ը շատ կարեւոր է։ Շնորհակալ ենք մինչ մյուս հանդիպում։ Ստեսություն։ Միս հանդիպում։ Մի 40 րոպե խոսացինք։ Շատ խոսացինք, հա։